հեռախոսի զանգը չես լսում։ Չէ։ Դու լսում ես։ Հա, Բա վերցրու։ դու գնա վերցրու։ Չէ։ Ինչի՞։ Եթե քաղաքային հեռախոսն է զանգում, ուրեմն կամ վայնկոմատից է, կամ էլ հեռու բարեկամը մահացել։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Ուզում եմ ասեմ, որ ես ծառայել եմ ու բարեկամ չունեմ։ Իսկ դու համ չես ծառայել, համ էլ լիքը բարեկամ ունես։ Լավ Գառնիկ։ Տեսար, այնքան չվերցրեցինք անջատվեց։ Ուրեմն կարևոր զանգ չէր։ Հիմա քո հերթն է։ Դու գնա, մի անգամ արդեն գնացել ես, ճամփեն գիտես։ Լավ կգնամ։ Ալո։ Հա։ Հա։ Ուղղակի մենք հիմա հաց ենք ուտում։ Ասում հիմա հաց ենք ուտում։ Հա, հետո։ Հաջողություն։ Հետո վեր։ Մոր այդ հարևանն էր։ Ասում են, որ մեր այդ վատացել է շտապուկտություն են կանչել։ Չլավ, այսօր գործը շուտ վերջացրեցի, նորմալ կհանգստանամ։ Գառնիկ, ձեռքիդ դանակը տուր ինձ։ Ինչի։ Տուր կասեմ։ Այսօր մամասա գալու մեր տուն։ Հատող կա, ես յան հարազատի պես սիրում եմ։ Դու նույնիսկ ինձ ու երեխեքին հարազատի պես չես սիրում։ Դուռը փակ ա Գառնիկ։ Խնդրում եմ բաստոնից։ Ապա լսեմ թոքիկ ներեջանուլ։ Так, խորը շունչ քաշիր։ Дышите, сделай вдох, ապրե, շատ լավ է։ Ազատ, ինչ ես ռուսերեն խոսում։ Բժիշկ դառնալու առաջին նախապայմանը էդ է։ Ռուսախոս լինես ու կիսատ հայերեն խոսես։ Բայց դու բժշկությունից հեռու ես։ Обижаешь, дорогой։ Դե որ տենց, հա? Ասա ինչի եմ հազում։ Այդ ձեր կաշելը չոր հազը։ Сухой кашель появляется при заболевании верхних дыхательных путей, Баликджан. Плеврите, аллергии, попадание в дыхательные пути инородных тел и в начальных стадиях воспалительных заболеваний бронхов и легких. Հանգստացի Ազատ։ Ասա ինչ անեմ որ հազս անցնի։ Մի հատ դեղ գրի։ Այս դեղից կընդունես օրը 3 անգամ։
Ռուզան ինչ ես կանչեմ օրդ։ Ինքը քեզ էլ չի սիրում։ Ես չեմ կանչե։ Ինքն է իրան կանչել մեր տուն։ Երբ է գալի մերդ։ Հեսա կգա։ Ինչ ծզվելի հոտա գալիս։ Տատիկիդ համար համով ուտելիք եմ սարքում։ Ես կպատասխանեմ։ Ես կպատասխանեմ։ Ալո, Ալիկ ջան, բարև։ Ինչ ա եղել։ Վթարի մեջ ես ընկել։ Ալիկը վթարի մեջ ա ընկել։ Ալիկ ջան, ուղղակի ես հիմա չեմ կարա գամ, ուր որ իմ սիրելի զոքանչն ա գալիս։ Ինչ ա եղել։ Գլխիցը տարուն ա գալիս։ Ալիկ ջան, մի լացի։ Լացում ա խեղճը։ Լավ էսա տենամ ինչ կարամ անեմ։ Դու ինձ կոնկրետ բացատրի որտեղ ես։ Մամ, աչքիս հետ ուտելիքդ վառվում է։ Մաման եկավ։ Գնա դուռը բաց, ես գնամ խոհանոց։ Ողջույն Մարի։ Բարև ձեզ։ Ալո, Էս ում հետ ա խոսում Գառնիկը։ ինչ ա եղել։ Ձեր հետ ա խոսում։ Դու ինձ կոնկրետ տենց էլ չբացատրեցիր որտեղ ես։ Այստեղ եմ։ Ինչ ես անում ստեղ։ Գնալ։ Գառնիկ, մի հերի, Գառնիկ։ Կարող է արդեն անջատես հեռախոսը։ Մորդ ասել ես կյանքում քեզ փող չեմ տա։ Կյանքում չես էլ տվել։ Մաման չէր։ Չէ ինչ-որ ակնոստերով բոմժ էր։ Ռուզան, ես պետքա գնամ։ Փախնում ես, որ մամային չտենաս, չէ։ Ռուզան, չլսեցիր։ Ալիկը Արուն Լվիկ ինձ ա սպասում։ Ես ստիպված պետքա գնամ, այդ մարդը ընկերոջ կարիք ունի։ Ալիկ, ինչպես ես համարձակվում ոտք դնել իմ ավտոտնակ այն բանից հետո, երբ ինձ դուրս շպրտեցիր ձեր տնից։ Որովհետև քո պատճառով բռնվելու էի։ Չհասկացա։ Ռուզանի մերն ա գալիս, չեմ ուզում ինձ տենա։ Բայց ախր զոքանչից քաղցր բան կա այս աշխարհում։ Այդ քանի անգամ ես զոքանչիդ լպստել, որ համը գիտես։ Ես նկատի ունեմ նրա մարդկային քաղցրությունը։ Իսկ ես նկատի ունեմ իմ զոքանչի անմարդկային դառնությունը։ Իսկ Ռուզաննան գիտի, որ դու էստեղ ես։ Չէ, Ռուզանի խաբել են, որ դու ավարա ես տվել, Արուն Լվիկ ես ու իմ օգնության կարիք ունես։ Գառնիկ, եթե իրոք կյանքում այդպիսի բան պատահի, դու կգաս չէ օգնության։ Ալիկ, դու քո տված հարցից չհամաչեցիր։ Այսքան տարվա հարևանդ եմ։ Դու տենց էլի մարդկային որակը չհասկացար։ Իհարկե ոչ։ Ու ինչքան է շարունակվելու այս խաբեությունը։ Մի քանի ժամ, իրիկունը գնալու է։ Լավ, այդ դեպքում կօգնես ինձ լվանանք խալի։ Գժվել ես, այս գործի ես դնում։ Արի այսպես պայմանավորվենք։ Դու ինձ օգնում ես լվանանք խալին, ես Ռուզաննային ոչինչ չեմ ասում։ Արի այսպես պայմանավորվենք։ Եթե դու Ռուզաննային ասես, ես քո գլուխը կջարդեմ։ Բարև մամ ջան։ Քո տունը շինի մի քիչ արագ բացելի ծառեցի։ Ես նկարները սխալ եք կախել։ Այս ինչ չոր դիվանա է։ Օշիները սրբի էլի։ Ես ինչ վառածի հոտա։ Մենակ վերջինի հետ եմ համաձայն։ Մամ, ինչ եկել չես եկել, ամեն ինչին անուն ես դնում։ Մի հատ հարցրու ո՞նց եք։ Լևոնիկը ո՞նց է։ Լավ է։ Մամարին։ Մարին էլ է լավ։ Բան ախմախը։ Ազատն էլ է լավ։ Ես մարդուտի նկատի ունեի։ Ես ուրա չկա էլի փախել, ա։ Լավ էլի մամ ջան, տենց մի ասա, Գառնիկը քեզ շատ է հարգում։ Դրա համար մի ամիս առաջ դրսում տեսավ չբարևեց։ Երևի չի
Չի նկատել, մամ։ Ռուզան, ոնց կարողա չնկատել, որ մարշրուտնում կես ժամ ուղիղ դիմացս նստած էր։ Այս զուքանը մեկ-մեկ մաքրի էլի։ Այս լույսը ուր աստեղի։ Մամ, ինչ եղավ։ Կներես ուշացա։ Ալիկի միջև բերեցինք տուն լիքը ժամանակ անցավ։ Միա, ես ինչ նոր դուխ ես ցանել։ Զարթնի, գառնուկդ գալիս է մոտը։ Ռուզան։ Ասա գառնի։ Ստեղ ես։ Ինչա մերդ ընդ է պարկած։ Քնածա։ Լավ, ուրիշ ձև հարցը ձևակերպեմ։ Ինչա մերդ ընդեղ քնած։ Որովհետև մնացելա մեր տանը։ Ինչի։ Զուգարանում քոչ սարքած մետլախի պատճառով ընկավ ոդկը ոլորեց։ Նենց որ դու ես մեղավոր։ Կոնես գուշաստեիր։ Ինչ ա եղել։ Ես դուր քիչ էր մնում քեզ մորդ հետ դավաճան էի։ Ինչ։ Դե մտա սենյակում մութ էր։ Ինքնի աջալը վրեն էր քաշը։ Մտածեցի դու ես։ Եկա հետևից գրկեցի, սկսի պաճ-պճել։ Ինչ ես ծիծաղում։ Մտածի ինչ ենք ասելու։ Դե կասենք իրա հանդեպ հարգանքն ու սերը այսքան տարվա մեջ այնքան է կուտակվել, որ որոշել ես տենց արտահայտել։ Բարև աղջիկ ջան։ Ես մսագործ ես։ Ոչ, բժիշկ։ Ձեր ձեռքը можно։ Ախ, ինչ ես անում։ Վայ, բալիկ ջան, մի վախեցիր, արյուն եմ վերցնում։ Ինչի համար։ Ես Ազիզյանների ընտանեկան բժիշկն եմ։ Բոլորիցիդ անալիզ եմ վերցնում, ուզում եմ տեսնեմ նորմալ եք թե չէ։ Առաջինը պետքա քեզանից անալիզ վերցնես, որտեղ դու ես մեջներիս աննորմալը։ Ինձանից արդեն վերցրել եմ։ Հեսա Ազատ Գառնիկովիչ, բերել եմ մեզիս ու կեղտիս անալիզները։ Ապրես բալիկ ջան։ Յախք, դուրս եկեք սենյակիցս։ Ես ինչ համուր բաներ ես սարքե։ Իա, մի կեր, այդ մամայի համար է։ Հասկացա, մեջը թույն կա։ Գառնիկ ապուշ բաներ մի խոսա։ Գառնիկս քեզ բան ունեմ խնդրելու։ Ես պետքա գնամ խանութ, դու մամային տիրություն կանես։ Ռուզան գժվել ես, ավելի լավ է ես գնամ դու մնա։ Չէ, ես կգնամ։ Էս էլ կտանես մամային։ Բա որ հարցակրի վրես կծի։ Մի անհանգստացի, ինձ թվում է երեկվա գիշերից հետո ինքը քո հանդեպ լրիվ փոխվել է։ Նավսյակի մի հատ փետ վերցնեմ։ Բարև։ Բարև ձեզ։ Երեկվա համար կներեք, հա ինձ։ Ես գիտեի Ռուզանն է պարկած, դրա համար եկա հետևից գրկեցի, պաչեցի, սկսեցի ձեռք գցել։ Երիկա։ Կարիք չկա, որ այդ թեման մի անգամ էլ քննարկենք։
Ոչ մեկին չեք ասի, չէ։ Չէ, կատարվածը հետս են աշխարհ կտանեմ։ Ահա, ինչքան շուտ այդքան լավ։ Ուղղակի ասում էի, ինչքան շուտ լավանաք, այդքան լավ։ Իս գրտնակն ինչ ես բերել։ Հեչ, ձեր համար թխվածք եմ թխում։ Լավ, ես երևի գնամ։ Իս չայ չես բերել։ Հեսա կբերեմ։ Երեք քթալ շաքարավազ կլցնես։ Անպայման։ Ալիկ, աղբորպես փոխի ալիքը։ Ինչ եք ես խոհարարական հաղորդումը նայում։ Համբերի ես բաղադրատոմսը գրեմ հետո։ Էդի չէ սարքում է։ Հատուկ թխվածքը։ Հենց որ կինը ուտում է, նրա մեջ գիրքը առաջանում ու սկսում է խելագարվել։ Այսօր գիշերը ես Իրինային խենթացնելու եմ։ Հասկացա։ Դու էլ արտագրի, որ Ռուզաննայի համար պատրաստ ես։ Ես Ռուզանի համար մի հատ ձու խաշեմ, ես կխելագարվի սաղկյան չեք կարա հետ բերենք։ Դուք ինչ եկաք։ Տատին կյանքներս կերավ։ Ինչ անում ենք դուրը չի գալիս։ Մարին էլ ասում այս ոնց ես հագնվել, այ փչացած։ Մենք էլ ենք ուզում ստեղ մնանք, պապ։ Ջոգում ես, մորական տատատ, ուզում է իմ պապական տնից մեզ վտարի։ Լևոն, Մարի, Ազատ, Գարիկ։ Ուր եք, 3 ժամա չայ եմ ուզել։ Մամ ջան, գնացել են խանութ։ Էս չես կերե։ Չէ, որովհետև անհամ զզվելի բան է սարքել։ Մամ, քեզ ոչ մեկը զորով չի պահում մեր տանը։ Որ ոտս ոլորակ չլնեի, վաղուց գնացած կլնեի։ Քո անհամ ուտելիքների ու ախմախ մարդուտ կարոտ չեմ մնացել։ Մամ, խնդրում եմ հարգես ու չվիրավորես իմ պատրաստած ուտելիքները։ Սեփական մորդ էլ նորմալ չես կարողանում խնամել։ Ամոթ քեզա։ Լավ, մամ ջան, մի ջղայնացի։ Մնա մեր տանը ինչքան ուզում ես, մինչև լավանաս։ Հա։ Հա։ Դե գնա չայ բեր։ Այս սենյակն էլ մի քիչ կարգի բերեք էլի, ոնց որ խոզանոց ալնի։ Давай, Мари, давай. Мари. Ես հաղթեցի։ Գոնե բարին հաղթեցի։ Ռուզաննա, չբացես։ Ալիկ, ես լսում եմ, որ դեռ ես բաց։ Հեսա կբռնվենք։ Ամեն դեպքում ամոթ է։ Մամային մենակ ենք թողել տատիկի հետ։ Ալիկ, հենց Ճիշտ ես ասում։ Չարժի մամայից սենց վարվել։ Բա ինչ անենք հիմա։ Պահկվանք։ Ալիկ գառնիկին տեսել ես։ Ես։ Ինչ։ Անկեղծ ասած նրանք այստեղ չէ։ Ալիկ! Լևոնը այստեղ, Գառնիկը այստեղ, Մարին այնտեղ։ Այ վասակ Մամիկոնյան, ես թակավոր տղուն մատնեցիր թշնամուն։ Գառնիկ ամոթ է, ինչի ես տնից փախել։ Դե չգիտեմ։ Երեխեք դուք ինչի եք փախել։ Հա հասկանում եմ, ծանր բնավորություն ունի, բայց ձեր տատինը հորիշ մարդ չի։
Ինձ ուրիշ մարդ ա։ Ինձ էլ շատ բան դուրս չի գալիս։ Բայց դե ինչ անեմ, մամասա, պետք է ընդունեմ նենց ոնց որ կա։ Սավակները ծնողներին չեն ընտրում, բայց մենք կարող ենք ընտրել վերաբերմունքը մեր ծնողների հանդեպ, որոնք մեզ մեծացրել են։ Ալիկ դու ի՞նչ ես լացում։ Շատ հուզիչ էր։ Նենց որ, եկեք գնանք տուն։ Բարև տատի։ Բարև։ Իմացա խիվանդ ես, եկել եմ քեզ բուժեմ։ Չէ, նորմալ է, պետք չի։ Ոնց պետք չի։ Արի սրսկեմ։ Դիչա։ Քնա բերյա, արի սրսկեմ խանգիստ քնի։ Сейчас сделаем укольчик. Поспишь, полегчает. Խանգիստ փող չեմ վերցնի, если պետ պատվիրա, տատի։ Ինչը մոտենաս ազատ։ Տատին հլը 10 օր ստեղ ա մնալու, ձեզ նորմալ կպահեք։ Պայմանավորվեցինք։ Հիմարի մեկը։ Շատ շնորհակալություն հյուրընկալության համար, ամեն ինչ շատ լավ էր։ Ես գնացի։ Այսօր գնաց։ Ուզում եի քնաբեր սրսկի, բայց Ապրես ազատ։ Առաջի անգամ կյանքում լավ բան արեցիր։ Նայեք, այս տղեն իր կյանքը վտանգեց հանուն մեր ընտանիքի անկախության։